Հետևորդներ ջան, բարի լույս, ես երեկ եմ վերադարձել Մեղրիից ու այսօրվա հետ կապված շատ պլաններ ունեի ու անձրևը տեսեք խանգարում է, անձրևը իմ պլանները քանդեց, ամբողջ ծրագրերս խափանվեց, անձրև ա գալիս, եղանակը նույնիսկ ցրտել ա, ինչ ասեմ, առավոտ շատ շուտ եմ արթնացել, դե տան գործեր, պատկերացրեք, որ մի քանի օր տունը չես լինում, ինչքան գործերը հավաքվում ա, չէ, հավաքվել էր գործերս, պատվերները տարա պոչտայով առաքում կատարեցի ու հիմա էլ մտնեմ ներս, ուտելիք պատրաստեմ, չնայած հենց անձրևը կտրվեց չեմ նայելու, թացա ինչա, գնալու եմ խոտաբույսեր հավաքելու, մի ժամ էլ որ արև անի, ես հաստատ կգնամ իմ խոտաբույսերը կհավաքեմ, ավելի լավ հով եղանակին գնաս, քան են ուժեղ շոքին, որ արևը տալիս, խաշում ա, շոքում ես, հովին լավ ես աշխատում, հուսանք, որ եղանակը կբացի, գոնե մի քանի ժամ արև կլինի, ես էլ կգնամ խոտաբույսեր հավաքելու, դե քանի որ անձրևային է այս պահին մտնեմ ներս խոհանոց իմ առօրյա գործերը կատարեմ, գնումներ եմ կատարել, առաջինը նախաճաշ եմ պատրաստում, մերիս հիվանդա, իմ հիվանդը ինչ ցանկացել ա, այդ եմ պատրաստելու, փոքր կարտոֆիլներով ժարիտ, կարտոֆիլների ժարիտ, այստեղ ելակներ էր ուզել, ելակ եմ գնել մերի համար, խոշոր ելակներ են, բայց ասեմ, որ համը են չի, են համի չի, նայում ես տեսքը, սիրուն, վրվռան, բայց ամենահամովը իմ հողամասի այդ ելակներն են տեղական, հին սորտի, բարձրահամ ելակները։ Այստեղ ինչ եմ ուզում ասել, Անժելան ինձ Ստեփանավանից սենց ռամկայով փոքրիկ մեղր էր ուղարկել, չեմ հասցրել, չհասցրեցի նկարել, երեխաները դե բացել ճաշակել էին ու եկել եմ տուն, մերին ասում ա մամա, իս ինչ համով մեղր ա, իրոք ես էլ փորձեցի, դուք էլ կարող եք պատվիրել, հետևորդներ ջան, ես իմ Facebook-յան էջում տեղադրել եմ իր էջը վաճառքի, հեռախոսահամար ունի, կարող եք պատվիրել, նույնիսկ ինձ, ահա, ուր է իջացնեմ, նայեք, նույնիսկ ինձ մեղրներ ուղարկել, յուրահատուկ համ ունի այս մեղրը, յուրահատուկ ուտում ենք, այստեղ հեռախոսահամարը ջնջվել է, աղոտ է երևում, բայց ոնց կարող եք այս հասցեով պատվիրել, ահա, Ստեփանավան քաղաքում շատ մեղուներ ունեն, ստուգված է լաբորատորիայում մաքուր արդար մեղր, դուք էլ պատվիրեք, առավոտ շուտ հենց են սոված ժամանակ մի գթալ մեղրը դեղ է, այստեղ ես բերեցի իմ պայուսակները դատարկեմ, դե մերին ինչ ուզել է, սիրում են յոգուրտ, խնձոր եմ վերցրել, այստեղ բանան էլ տեսնում եք շատ, գրեթե ամեն օր վերցնում եմ, սիրում են երեխաները, պամիդոր, այսքում հեսա լվանեմ, հանեմ տոպրակներից, պամիդոր վարունգ եմ վերցրել, այստեղ ես էլ վարունգը, ամբողջը լվանամ, լցնեմ սառնարան, սենց, վարունգն էլ ա լավը, լավ չափի, երևում ա, որ թարմ վարունգ ա, հետևորդներ ջան, սա էլի եմ բան ցույց տալի է, այստեղ ինչ է, կարալյոկի չիր, իդեպ ասեմ, որ այս չիրը չեմ գնել, հետևորդներ ջան, սա մեղրիից իմ հետևորդուին ինձ նվիրեց, ասեմ, որ շատ հետևորդուիների հանդիպեցի, դե բնականաբար չեն ցանկանում նկարվել, երևալ կադրի առաջ, դա իրենց կամքն է, իրենց որոշումն է և ես հարգում եմ իրենց որոշումը,
Ուրեմն իրենց այգու իր սեփական ձեռքերով պատրաստած կարալյոկի ճիրը այնքան համով է, քաղցրահամ, համեղ փորձել եմ եւ նաեւ իրենց թուզը իրենց իհարկե սա բիո տեսակն է, փոքր տեսակի թուզն է, բայց բնական է, կարևորը բնական, բայց քան համեղ է, սեզոնին կունենա վաճառքի ու կվաճառի։ Գոհ եմ, շնորհակալ եմ, Աստված օրհնի նրանց, բերել էր, հասցրել էր, վերցրեցի եւ Աշոտն էլ է շատ սիրում, ես էլ եմ շատ սիրում, ուտում են երեխաները, տեսել եք, ես էլ եմ պատրաստում կարալյոկի չի, ասեմ, որ սա էլ վատը չի։ Կարտոֆիլը տապակվում է արդեն, ահա, ինչ է լավ, մեծ կարալյոկներ են, ճիրը շատ մեծ է, ու բնականաբար կարալյոկը մեծ է եղել, այնտեղ բոլորն էլ ունեին և թուզ, և կարալյոկ, կարալյոկի և թզի աշխարհ էր։ Մայրամախոտ եմ լցնում, մի բաժակ թեյ խմեմ, ահա, թող եռացնեմ ու խմեմ։ Զգում եմ, որ ստամոքսս ուզում է ցավել կամ ցավում է, ինչ որ խնդիր ունեմ, մայրամախոտը եռացնում եմ ու խմում եմ։ Շատ արագ օգնում է։ Իդեպ ասեմ, ես մայրամախոտ հետս տարել է Տիկին Գոհարի համար ու այնպես ստացվեց, որ մեր զինվորը բողոքեց, որ ստամոքսը ցավում է, մածուն ուզեց, թան արեցին, ես ինչ որ ջերմուկ խմեց, բայց չօգնեց, հիշեցի, մի քիչ սիրուն էլ չէր, բայց դե Տիկին Գոհարին տարել էի, մի փունջ այդպես եռացրեցինք, հենց ինքն էլ հենց այս նույն չափի թեյնիկ ուներ, նույն նկարով, եռացրեց, մեր զինվորը խմեց ու իսկույն ստամոքսի ցավը անցավ և գնաց զորամաս։ Ես եռացնում եմ, այսպես դուք էլ կարող եք եռացնել, թրմելը չէ, սենց մեկա եռացնեք, թրմեք, իր ազդեցությունը չի կորցնում, ոնց էլ, բայց նախընտրելի է եռացրած տարբերակը, ինքը ավելի է իր այդ ազդող այդ հատկությունը, էլեմենտները ավելի շուտ են միախառնվում ջրի հետ, այս դեղնում է, մի 2 րոպե եռացնում եմ ու խմում, 2 րոպե, հենց սկսում է եռալ, 2 րոպե թողնում եմ ու անջատում։ Խմելու եմ առանց շաքարավազի։ Հետևորդներ ջան, բարի ողջույններ։ Անձրևը կտրվեց, առավոտից անձրև էր գալիս, անձրևը կտրվեց, հով է, բայց ուզում է ոնց որ արևը մեզ խանգարի։ Հով է ու մենք պետք է բարձրանանք սարերը մայրամախոտի, էլի խոտաբույսերի, տարբեր խոտաբույսերի, Աշոտի սիրտն է չի կտրվում, ասես մի հատ մտնենք հողամասը ուսումնասիրեմ, անես խփի վրա, ուսումնասիրեմ, նոր գնանք, չէին ծլե, բամյա, մամյա, խաբարություններ չկար դրանցից, դեստեղ չենք ցանել, վարունգն է, տեսնենք, որ վարունգը շուտ կծլի, չէ, բամյաները, մեննակ սիրում բարեխներն են երեկվա վրա տարբերություն տվել, չէ Աշոտ, աճել են, բամյաները, չեն ծլե այ մարդ, Էրիկա մեկը ծլեց, չէ, մի քիչ բամյան ուշ է ծլում, լոբիները լավ են, այս բարեխներն է չենք հանում, որ խոտի դեղ բերի սրսկի, Իրիկվանը Աշոտ արժի ես ջրը այս տարի շատ լավ են լինելու, ջրեցինք, սիրուն, Աշոտ այն մոշնեկ կուզեին բերեինք այստեղ, բերեմ ես սանքը, այնի բերես այս դեմը, այստեղ, բայց ծառը, Աշոտ բռնել են, լարի նայի,
Տեսել եմ։ Հեսա նայ։ Թութն էլ է բան արել թմբը։ Նայ, աշոտ, փոքր դամբուլները Թութը հələ նայ։ Ուրա։ Փնդելա, չէ՞, հա, ես փորեցի, սիլիտրա տվեցի։ Երկուսն է կպել ա, ուղղակի պիտի մշակենք։ Էտա։ Ինչ ես ասում այսքան տեղը փորենք։ Այսքանն էլ ափսոս է, մի առու կլնի։ Չգիտես մամայի, տասես փորի մի առու էլ կլնի այս դրա ուղությամբ։ Ինչի մնա գանձը կորչի հողի տակին։ Հələ այսքանը չենք փորը, ինքը գանձ է։ Էնի էս ավրած կփորես։ Ահա։ Բա հետներս ինչի փային չբերինք։ Այդ հանգ բերենք գանք։ Բերենք թողենք ստե։ Չէ, լարի։ Լա։ Հաճա ես տալի։ Հա, որ արջը գա չկարնա բացի դողը։ Ահա։ Մարաժու հավաքելով, նայելով գնանք։ Այս մասերում կլինեն։ Ինչ լավ կանաչել ա, լսիս, դե լրիվ թփերը կանաչ է, լավը որն ա։ Ինչ այլ է։ Ոնց է թանկ։ Այտենց։ Ոնց։ Հələ մի րոպե ձեն եմ լսում դրամ։ Հմ։ Կաղա առվի ձեննա։ Ես ձեն լսա։ Ինչ ձե։ Խոտերի։ Առվի ձեն։ Հա։ Վերև ոնց որ բան կա։ Ինչ կա։ Քել ուրիշ տեղով է թանկ։ Ինչ կա։ Նենց գնանք։ Ահա։ Առվի ձեննա։ Ջրի ձեննա։ Քել։ Քելը տենց է թանկ։ Կանաչը շատացել է, այդ տեսադաշտը լրիվ փակվել է, այն որ չի երևում, ինչ կա չկա, Աշոտ մի հատ պահի ջուր խմը, այս իմ կտրածն է, որ կտրե բերել դրել եմ, ջուրը փակվել է, էլի գալիս է ստե կամացացել է, Քել։ Բա, քեզ չունես, չէ, ռեզինի սապող, մի հատ պետք է դաշտի համար, ջրի ձենն էր, մառաժոբանի, չէ, հա, Ոնց է ռամաշկիկ։ Սա ռամաշկա է, Աշոտ կանի մեր գոգնոցները կապենք, Ես ինչ ծաղի կա։ Հա? Կապե, քիչ են կապե, երևի ջուրը, Տոկտոր դե թանկ։ ոյ, Ող։ հա, Շրավն են։ Օ, երիցուկներ, բայց գնում ենք մայրամախոտի, հետ գալուց կքաղենք, ամբողջը երիցուկ է,
ծաղիկների։ Հետևորդներ ջան, մայրամախոտ հավաքեցինք, իջանք հողամասի տարածք, գնանք ամպոց անձրևը գալու է, չէ Աշոտ։ Գնանք տուն։ Ստեղ մի հատ վիշնի ծառ էինք տնկել, կտրել էին, հեսա նորից աճել է, Աշոտը փորում է, բացի։ Ինչ ես անում։ Ջրես։ Են չի գա։ Են իշքան պիտի անես։ Ուզածս արի։ Հա։ Արդեն կարացար։ Ուղի խնձի մի ջրի։ Աշ, գնացինք։ Այսրան գցենք մեջը, ձեռերս լվանամ։ Էթակ։ Ընդ ենա վեդրո կար, չտեսար։ Դու չտեսար։ Ահա, ծակվե, բայց էլի հասցրեցինք։ Իմը չի։ Արս ես գոգնոցով են նկարել է։ Շիթիլ չեն բերե։ Փոքր է մի քիչ։ Մեկ էլ տունը ծաղկամանի մեջ էր, Աշոտն ասեց արի տանենք սացիլ ենք, ասիմ թող մնամ երկորից մեծանա։ Այդ տենց։ Թե չէ հով էր, իսկականն էր։ Ունեն բանը բերեինք, տնկեինք։ Հա, նու մենք տուն։ Այսօր հողամասում գործ չարեցինք, բայց դե իսկական սացիլելու եղանակ էր ամպած։ Բայց փոքր է, էլի համը արտաշատից պիտի բերեմ, չեմ ուզում սենց ուրիշ սորտեր դնել։ Ամալյան առաջարկեց, իր սացիլները մեծ էին, բայց հետո։ Ծնունդիս ինչ ես անելու։ Ոյ, երբ է ծնունդդ։ Բան չմնաց։ Բա դու իմ ծնունդին ինչ արիր։ Տորտ բերեց, անակնկալարին։ Ես է տորտ կբերեմ։ Հարց կա, տոնս մեր, բայց մեջը մի $500 էր փաշենել։ Հա։ Ֆարշ։ Չէ, ֆարշ չէ։ Իսկական։ Նկարում ես։ Հա։ Է։ Բա խոսալով գնում եմ դել խոսում ես։ Ստոպ ես տվում։ Այ։ Հետևորդներ ջան, քաղեցինք մի մեշոկ մայրամախոտ։ Ցույց տամ։ Չէ։ Աշոտը չի ուզում որ տենակ շալակած վիճակում։ Նշանը հետ կտան տղայիս։ Հա։ Նշանը հետ կտան այդ տղա։ Թող տենան էլի։ Դուր ես շալակ եմ, թող ինձ տենան։ Քոնը մի անգամից ամուսնական մատանիք հետ կտա պապան։ Հա։ Ու գնում ենք տուն, եղանակն էլ անձրևը արդեն գցում է, ուր որայա հեղեղա գալու։ Հովեր, լավ էր, մի պահ շոքել է, վելանք են բարձր, սարը շոքը տվեց, բայց երբ որ տեղափոխվանք ուրիշ վայր, լավ հովեր։ Գոնե ֆրծրա վրա է։ Գետը թող տենան, որ ինչքան է շատացե։ Գնանք տուն, անցնենք մեր, հա, շատացել է։ Անցնենք մեր տան գործերին, ջուրը այսօր ավելի է շատացել, նայեք, հասել է այս ծառերի տակ, են ծառին շուր է տալու, ես իմ իչքան ծառը շուր տվեց ջուրը, չէ։ Պատկերացրու կամուրջով անցնենք, սենց մեկ է քանդվի։ Օй, սարսափելի կլինի։ Դե գնանք տուն, տեսնենք տանը ինչ ենք անում, տան գործը թողում գալիս ենք դաշտ, սար,
սարի գործը թողում գնում ենք տան գործեր ու այսպես մեր օրը անցնում է։ Բայց դե գոհ ենք, չենք տրտնջում, էլի փառք ենք տալիս Աստծուն ամեն ինչի համար։ Մի ճյուղե բոխի եմ գթե տանեմ, խաշեմ, հաց ու պանիրով ուտեմ։ Մամ, թրջվանք է։ Մամ, գնացինք, մամ։ Հետևորդներ ջան, մայրամախոտ քաղեցինք եկանք, այս սունկը լցրել եմ, որ տենց մի քիչ մաքրվի, հեսա լվանամ էփեմ, էփվեմ եմ ասում, էփվում էլ, լվանամ էփեմ, սա հավաքեցինք այդ մեղրի գալուց, ճանապարից, Սիսյանի հատվածից, ինքան լավ սնկեր են, փոքրերն են, ես սիրում եմ այդ փոքր սնկերը, էփենք, որ ճաշակենք, ահա, այստեղ էլ շամպինյոն եմ դրել, թոբաթե ժամանակ ունեմ, ուզում եմ դնեմ գազօջախին ֆոլգայի վրա տենց, տեսնենք ստացվի, որովհետև շամպինյոնը սենց կլորիկ է ինքը, տեսեք, փոսա, իր հյութը ջուրը հավաքվում է մեջը, դե, այստեղ ցելոֆանը փռել եմ, հետևորդներ ջան, մայրամախոտը դատարկեմ ցելոֆոնի վրա, որ մի հատ իր այդ տաքությունը անցնի, չգրմխի, հետո արդեն մշակման փուլ կգնա, մաքրում, չորացում, այս գոգն, այ ռամաշկա կար մի քիչ, հեսա մոխրոտիկի գործը կլինի, մի քիչ ռամաշկա էի պիտի, ասա քեզ պետք էր, չէ Աշոտ, դե ջոկի հա, լացը տվեց վրես, ես եղավ մոխրոտի գործը, ոչինչ, որ խառը գա, չէ, պիտի մաքրենք, քո գոգնոցի մեջ ուրցել կա, չմոռանանք, մեշոկի մեջ է, ճիշտ է, Էսի սենց դանակը իմ գոգնոցի մեջ բոխի էլ կա, երկու ճուղ գտան հենց լավը չէր դախած, արդեն երիցուկով է էսի, ոչինչ, չնայած երիցուկները հեսա, որ մաքրենք, երիցուկները արդեն ինքստինքյան կմնան տակը, երիցուկ, մերիցուկ, ոչ չկա, ոչ չկա, որոշեցինք երիցուկ քաղենք, են էլ գնացինք այդ կողմը շոտ խոտոտեր են, որ պիտի կյանքիցը ձեր քաշեիր, մտնեիր այդ խոտերի մեջ, չէ Աշոտ, հա, խոտի հետ էր, դրա համար մենք ասինք ամենալավը իմ այդ տեղերն է, մեր այդ շենքի, որ գնում եմ, ամենալավը այդ կոմերն է, չէ, բան էլ չի էլ է, ուղղակի ես իմ քիչ սենց տանեմ այս կոմ, մեր շոկի միջինը, այստեղ մեզ սպասվում է ուրց, հետաքրքիր է, նայում ես ուրցը չի եղել, մեկ էլ մի տեղ տեսանք ծաղկած ուրց, եսի տաքացել էր, այդ ծաղկած ուրցն ենք քաղել, մեշոկի մեջ է, հետ էլ պիտի մաքրենք, հեսա, ոյ, եսի լավա, ճուղերով չի ծվարվի, Խաշելում ամատով հա, նայ, իսիշ լավա, մարդկա, որ ծաղկած ուրցն է սիրում, մենք հանել ենք, քաղել ենք, գենոցիդ է սարևա սա էլի, խեղճ ուրցին, հլե էտ էլ պտի հատիկ նստեմ, կտրեմ, մաքրեմ, վայ, այսօր, ասա ինձ պետք էր ուրցը, չէ, Մամա, հաջա, ակիչի բաներից աղտում, աղտից հանե է
Երեք դրի ես տակիչի մեջ շուտով։ Մա բրցնում է, բայց այդքան ապրանք ենք դակում։ Նա ջան։ 8 ժամը կոֆե եմ գոռում։ Բա ես ինչ անեմ, ես էլ 8 ժամը ասում եմ հոգնել եմ, ահա այս ուրցը մաքրեմ, մի քիչ երիցուկ, հիմնականը մայրամա խոտն է, հրաշք այս խոտաբույսը, լավ, կոֆե դնենք, բերերի վանենք, գիտեք ինչ եմ ինքս ինձ փնթում, քթիս տակ, ասում եմ ժամանակը չի հերիքում ու չի հերիքում, այ կոֆեն ինչպես միշտ հելավ ու թափվեց, հլը ենքան է թափվելու, չէ Աշոտ, որ ժամանակ չունեմ գնամ սրճեպ առնեմ, այ մարդ լույսը բացվում է մարդ աշխատում է, մինչև սրճեպ, ջազվան, դես որ սենց ծիխարի չթափի, ահա, կեղտոտվապ, ահա, ինչ անեմ։ Հետևորդներ ջան, սրանք մեր ջուտիկներն են, այսքանին բախտ վիճակվեց, որ ողջ մնան, ինկուբատորից են դուրս եկել, մեկ օրեկան են, չէ Աշոտ, մեկ օրեկան ջուտիկներ են, ասեմ, այսքանն էլ որ դուրս եկավ, գոհու շնորհակալ եք, այս վերջերս վայքում շատ հաճախակի են սկսել անջատել լույսերը, այն որ ամեն անգամ անջատում էին, մենք շշով ջուր էինք տաքացնում, կողքերը դնում, ջուտիկներին որ փրկենք, այս վերջում արդեն գիշերվա կեսին էին լույսերը անջատել և Աշոտը չէր իմացել, չէ Աշոտը քնած էր եղել, ջուտիկները այդպես էլ չծնվեցին, խեղտված էին ծնվել, խեղտվածները, բայց սրանք իցքան լավն են, Էլինայիկ, շատ լավն են, ու տեղները տակ, այսպես լամպ ենք վառել, լամպուշկա ենք վառել, տակ, ոնց են ասում, տակները չոր, փորները կուշտ, հատուկ սպեցկեր ենք տվել, առաջի օրը ձու ենք խաշել տվել, ջուր և իսկանը այստեղ այս կարոպկի այս արկղի մեջ բնակվում են, չգիտենք ինչ կլինի սրանց ճակատագիրը, բայց ենքան լավն են, ինքան սիրուն են, ահա, այսպես անեմ նայեք, եթե մենք նորից դնենք, պետք է մեզ մարտկոց, ակումուլյատոր, ավտոյի, մեքենայի, եթե լինի, իրան շնոր կա, մարտկոցից միանալու համար, տեսնենք, պետք է միջար անենք, որ նորից դնենք, ջուտիկները վախենում են, լույսը անջատեմ, այսպես թող չվախենան, դուք տեսեք, լավն են, ժամանակ չէր եղել, որ նկարեի շուտ, ես երկուսը արդեն բայուշկի բայու, քնել են ես երկուսը, չեմ ուզում հանել, սրանք էլ վախից եկան, կուչ եկան այստեղ, թաքնված տեսախցիկն է, ամեն կենթանու փոքրն էլ շատ սիրուն է, դե ձեզ ասենք բարի գիշեր, հետևորդներ ջան, մեզ էլ ասենք բարի գիշեր, ջուտիկներին էլ ասենք բարի գիշեր, հենց լույսերը գնում են, հավաքվում են իրար վրա, տաքություն են ուզում, դրա համար էլի պետք է ուշադիր լինենք, որ լույսը գնա, տաք տեն շշի մեջ ջուր լցնենք, դնենք, որ հավաքվեն շշի կողքերը չխեղտվեն, բայ, սիրուն է, երկու հատ սևու կա, տիկ, 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 իսա արագ կմեծանա, այսպես, ես էլ այսպես, մեր գործերը արեցինք, վաղը նոր գործեր, գնանք պատրաստվենք հաջորդ օրվան, հաջողություն բոլորիդ։